Սա պարզապես կրթական ծրագիր չէ, սա իրական կամուրջ է ուսանողական կյանքի և մասնագիտական աշխարհի միջև։ Ինեկոբանկը քո կողքին կրթական ծրագրի 2023 և 2024 թվականի հաղթող ուսանողների պատմությունները վարակիչ են դառնալու նաև այս տարվա մասնակիցների համար։ Արդեն երրորդ տարին անընդմեջ Ինեկոբանկը մեկնարկում է կրթության աջակցության ծրագիր։ Նպատակն է ստեղծել որակյալ ու իսկապես մրցունակ մասնագետներ, որոնք կարող են ու կփոխեն Հայաստանի տնտեսության անիվը։ 150 ուսանողի կրթաթոշակի տրամադրում, 15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում, 20 արտերկրում կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն, արտերկրում 30 մասնագետի մագիստրոսական կրթության աջակցություն, աշխատակիցների սերունդների կրթության ֆինանսավորում։ Այսպես է մեկնարկում Ինեկո կամպուս ապագան կրթությամբ և գիտելիքով կրթական ծրագիրը, որի բյուջեն ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ է։ Մասշտաբային ներդրումները պետք է լինեն այնպիսին, որոնց արդյունքում միշտ որևէ հավելյալ արժեք է ստեղծվում։ Վստահեցնում է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։ Ինեկոբանկը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ունի տարբեր ոլորտներ, բայց ավելի շատ կենտրոնացել ենք կրթության ֆինանսավորման վրա։ Դրա նպատակը նա է, որ կրթության ֆինանսավորումը բացի անմիջական էֆեկտից ունի նաև հարատև երկարաժամկետ էֆեկտ։ Կրթության ֆինանսավորման միջոցով մենք ուզում ենք հասնել անհատ քաղաքացիների, անհատ շահառուների կրթության որակի բարձրացմանը, ուզում ենք հասնել որակյալ մասնագետների առկայությանը, որը կբերի Հայաստանի Հանրապետության տնտեսության և զարգացման տարբեր ոլորտներում էական մրցունակության աճի։ Ինեկոբանկը քո կողքին նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս 2023 թվականին, իսկ 2024 թվականին դիմորդների թիվը քառապատկվել է։ Հայաստանի 5 բուհերից 1000-ից ավելի ուսանողներ մասնակցել են բանկում կազմակերպվող մրցութային փուլերին։ Ընդհանուր առմամբ 2 տարիներին ֆինանսավորվել է 19 ուսանող, որոնցից 13-ը ստացել է վարձավճարի ամբողջական փոխհատուցում, 6-ը մեկնել Չեխիա, Ֆրանսիա և Նիդերլանդներ կարճաժամկետ կրթություն ստանալու։ 12 մասնակից էլ աշխատանքի է անցել Ինեկոբանկում։ Ծրագրի նկատմամբ շարունակական հետաքրքրությունն ու դրական արդյունքները ոգեշնչել են նախաձեռնողներին, որի արդյունքում այս տարի էլ ավելի մասշտաբային ու ընդգրկուն է դարձել։ Ծրագիրը որևէ նպատակ չի հետապնդում, որ ուսանողները պետք է աշխատանքի անցնեն մեզ մոտ կամ սովորեն տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում։ Ծրագրի նպատակը բուն կրթության ֆինանսավորումն է, որպեսզի յուրաքանչյուր իր իսկ ընտրած մասնագիտության մեջ հմտանա և դառնա մրցունակ մասնագետ։ Ինեկոբանկն իր գործունեության ամբողջ ընթացքում տարբեր ծրագրեր է իրականացրել, յուրաքանչյուրի հիմքում ներդնելով երկարաժամկետ ազդեցություն ունեցող նպատակներ։ Բանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն ասում է. իրենց նպատակն է կառուցել կրթված ու գիտելիքահեն հասարակություն, որի յուրաքանչյուր անդամ իր կյանքն ու ապագան կկապի հենց Հայաստանի հետ, նպաստելով հայրենիքի զարգացմանը։ Կա մի հատ շատ կարևոր նախապայման, որը նաև դրված է ծրագրի հիմքում, և մենք այդ ծրագրի ազդեցությունը փորձել ենք գնահատել հենց այդ ձևով, որ այն մարդիկ, ովքեր որ կստանան ֆինանսավորում և ուսուցումը կշարունակեն արտասահմանում, պարտադիր վերադառնան և ներդնեն իրենց ամբողջական ռեսուրսը, այսպես ասած, և այդ կրթության արդյունքները Հայաստանի Հանրապետության զարգացման համար։ Ինեկոբանկն ունի երիտասարդների և ուսանողների հետ աշխատելու երկարամյա փորձ։ Պատահական չէ, որ ուսանողներն այն համարում են ամենաուսանողամետ բանկը Հայաստանում։ Ինեկոբանկը քո կողքին ծրագիրը բացառիկ հնարավորություն էր ինձ համար, քանի որ ես հնարավորություն ստացա պրակտիկա անցնելու Ֆրանսիայի Նիս քաղաքում և զարգացնելու ինչպես իմ մասնագիտական հմտությունները, այնպես էլ ձեռք բերելու նոր ծանոթություններ, ընկերներ, որոնց հետ ես կապի մեջ եմ առ այսօր։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև բուհերի հետ համագործակցության հուշագրերի կնքման հանդիսավոր արարողությունը, վերահաստատելով գաղափարը կրթության համար արված ներդրումը միշտ վերադառնում է անգնահատելի արժեքի տեսքով։ Սա արդեն երրորդ տարին է, որ ֆրանսիական համալսարանը ծրագրին մասնակցում է։ Առաջին տարում 3 ուսանող է օգտվել ծրագրից, 2024-ին 8։ Սա լավ արդյունք է, իսկ ինչ վերաբերվում է սոցիալական պատասխանատվությանը, Ինեկոբանկը գերազանց է կարողանում կատարել այդ աշխատանքը։ Կրթության աջակցության ծրագրերի դիմում հայտերի հավաքագրման և պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել Ինեկոբանկի սոցիալական մեդիայի էջերում։